Պարոն Ասատրյան, կբացատրեք երեկվա միջադեպը, ինչ տեղի ունեցավ բժշկական կենտրոնում, ինչու ձեր աշխատակիցները նման կերպ վարվեցին զոհված զինծառայողի ծնողների հետ։ Ես երեկոյան տեղեկացա կատարվածի համար եւ շատ զղջում եմ եւ շատ ապշած եմ, թե ինչ կատարվեց երեք մեր բժշկական կենտրոնում, որովհետեւ դա բնորոշ չի մեր բժշկական կենտրոնին։ Այսօր մենք առավոտյան հրավիրեցինք պարոն Աբրամյանին իր կնոջ հետ մեր բժշկական կենտրոն, ես անձամբ իրենցից ներողություն խնդրեցի։ Մինչև նրանց գալը առավոտյան մենք մեծ ժողով տեղի ունեցավ առանձնասենյակում եւ երեկվա միջադեպի մասնակցած 3 աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից իրենց ոչ կոռեկտ պահելաձևի համար։ Մենք հանդիպեցինք պարոն Աբրամյանի եւ իր կնոջ հետ, զրուցեցինք եւ պարտավորվեցինք իրենց վիրահատել, բուժել։ Հիմա իրենք այստեղ անցնելու են այդ ամբողջ կուրսը վիրահատությունը անցնում են բոլոր դիագնոստիկ զննումները եւ այսօր կանվանում նրանք կվիրահատվի եւ սրանից հետո էլ ես իմ անձնական համարն եմ փոխանցել պարոն Աբրամյանին, որ որևիցե մի առողջական դեպքի համար որ անձամբ զանգահարի ինձ եւ ես կարողանամ օգտակար լինել։ Այսինքն կարող ենք ասել, որ ձեր բժշկական կենտրոնում զոհված զինվորների ծնողների կամ նրանց նկատմամբ ինչ-որ արտոնություններ կան, քանի որ ձեր աշխատակիցները երեք ամեն ձևով պնդում էին, որ պետք է իրենք հերթագրվեն, պետք է սպասեն իրենց հերթին առանց հաշվի առնելու, որ խոսքը աշխատակիցները խոսում են ինչ-որ կարգի մասին, որը որ մեր բժշկական կենտրոնում չի վերաբերվում զոհված զինվորների ծնողներին։ Իրենք արտահերթ են։ Ոչ մի են։ անգամ դա չի վերաբերվել։ Նրանք սխալ են եւ դրա համար հեռացվել են աշխատանքից։ Կան շատ օրինակներ, կան շատ մարդիկ, որոնք օգտվել են մեր ծառայություններից, որոնք որ չեն տեսել նման հերթագրում եւ այսօր իմ համար ցավալի է, որ մեր տարիների արածը ասես մի հատ ուժուր միջադեպով կարա բաց թվեր գցի մեր բժշկական կենտրոնի վրա, որովհետեւ մենք ամեն ամիս, ամեն օր օգնում ենք բարեգործություն անում պարոն Ալեքսանյանը, վճարում է շատ վիրահատությունների համար եւ Ալեքսանյան հիմնադրամը եւ անձամբ ինքը եւ շատ վատ եմ զգում, որ այդ ամեն ինչը ոնց որ ասես մի ուժուր միջադեպով կարա շոկ գցի, վատ շոկ գցի ամեն լավի համար, որ մենք անում ենք ամեն օր, ամեն ժամ մեր անձնակազմի աշխատանքի, կրտնաջան աշխատանքի միջոցով։ Պարոն Ասատրյանը նշեց, որ հեռացրել են աշխատակիցներին, դա եւս չէի ուզում, ուղղակի չէի ուզում, որ հեռացվել մեր պատճառով ինչ-որ մեկին։ Հիմա թույլտվությունը ոչինչ թող աշխատեին, գործածող չլինեին, մեր հայազգի բոլորը թող աշխատեն։ Ոչ, այդպես էլ չգիտեմ։